Բարելույս բարեկամներ, մինչև վազելու գնալս ձեզ հետ որոշեցի կիսվել մի տեղեկատվության, որը ձեզ շատ է պետք գալու ընտրություններին որոշում կայացնելիս, եկեք նայենք այս տեսահոլովակը։ Բարև ձեզ։ Ձեր ինչ էր։ Գնունք։ Խաչը բերել եք։ Հա։ Շատ շոքա։ Շաբաթ կիրակի չգնանք Սելան։ Հիմա բոլոր տեղերն արդեն զբաղված կլինեն։ Զանգի շորժայի հյուրանոց ռեզերվ անեմ։ Salam, Şorja Spa otel kompleksinden ben Aynur, hoş geldiniz. Աչքի շորժան իրոք զբաղված է։ Ուրեմն սա պատիվ ունեմ կոչվող դաշինքի, որը ըստ էության Սերժ Սարգսյանի գլխավորած նույն հանրապետական կուսակցությունն է նախընտրական տեսանյութերից է 2021 թվականի ընտրություններին, որը ահաբեկում էր մեր ժողովրդին հետևել տրամաբանության, որ եթե ընտրվի քաղաքացիական պայմանագիրը ազգային ժողովում մեծամասնություն կազմի, ապա Հայաստանը բնակեցվելու է ադրբեջանցիներով, հայերը դառնալու են փոքրամասնություն, ինչ որ նամազներ են կարդալու, բոլոր տեղերում ադրբեջաներեն է խոսելու, ինչը ինչպես տեսնում եք տեղի չի ունեցել եւ չի էլ տեղի ունենալու եւ չէր կարող տեղի ունենալ, բայց գործելավոճը Թույլիկ Հայաստան կուսակցության, որը իրանց ուժեղ են համարում, լրիվ նույնն է, ամբողջությամբ տեղեկատվական տերոր, անհեթեթ 300,000 ադրբեջանցիների թեզ, ահաբեկում մեր քաղաքացիների, որպեսզի նրանք ահաբեկված նախ ապա կողմնորոշվեն եւ ոչ էլ ուզենան ընդհանրապես գնալ ընտրությունների կամ էլ ընտրեն իրենց, որտեղ իրենք իբր թե պայքարում են ինչ որ հիպոթետիկ 300,000 ադրբեջանցիների դեմ։ Լավ, եթե նույնիսկ այդպիսի պլաններ կար, ում էինք սպասում այս 5 տարի։ Ձեզ սպասում ենք, որ նրանք գան փրկեն հայ ժողովրդին, մենք էլ տենց բան ընտրություններից է կախված իրանց բերելը։ Ինչքան կարելի է անհեթեթ լինել եւ վերաբերվել մեր ժողովրդին որպես իրանց նման անհեթեթ մարդկանց։ Մեր ժողովուրդը իմաստուն է, իրանց նման անհեթեթ չի եւ հասկանում է իրականությունը որն է եւ տարբերում է թացը չորից։ Այնպես որ սիրելիներս մի տրվեք այս մանիպուլյացիաներին եւ տեղեկատվական տերորին, այս հիբրիդային պատերազմին եւ կատարեք ձեր ընտրությունը 2026-ին քվեարկելով 16-ին լավ եղեք սիրում եմ բոլորիդ։